Ճիշտ է, Ռոնալդուն մի քիչ շուտ է գնացել Ամերիկա, քանի որ նրան կանչել էր Թրամփ հոպարը։ Շոտլանդացիները բառի բուն իմաստով պատմական հաջողության հասան։ Այնքան են խմում մինչև կարմիր։ Սակայն կատալոնական ակումբի շուրջ թոհն ու բոհը այդքանով չի սահմանափակվում։ Հաջորդ տարի այնտեղ ակումբի նախագահի ընտրություններ են։ Իդեպ շատ հետաքրքիր է։ Նրանց ամենահայտնի ֆուտբոլիստ Մեդի Թարեմին գրեթե բացահայտ մեղադրում է երկրի իշխանությանը, բայց Ռոնալդուն իհարկե մի քանի ժեստով փորձեց մտնել Թրամփ հոպարի աչքը։ Ջեք Ճնճղուկը, հա, Բարբոսան, այո, 8 հոտնուկներ, այս ֆուտբոլիստը գոլերը տոնում է կախարդական փայտիկով, իբր ինքը։ Քրիշտիանո Ռոնալդուն սպիտակ տանը մատուցված ճաշկերույթին այդպես էլ կենաց չասեց, որովհետև վախենում էր պետական գաղտնիք բացել։ Ողջույն բոլորին։ Ցույց տվեք ձեր մոտիկությունը բաժանորդագրությամբ ու լայքերով, ու հնարավոր է մի օր մենք էլ գնանք խաշի։ Եվրոպական երկրներից աշխարհի առաջնության ուղեգիր արդեն ձեռք են բերել Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Շոտլանդիան, Իսպանիան, Շվեյցարիան, Բելգիան, Խորվաթիան, Նորվեգիան, Ավստրիան եւ Պորտուգալիան։ Ճիշտ է, Ռոնալդուն մի քիչ շուտ է գնացել Ամերիկա, քանի որ նրան կանչել էր Թրամփ հոպարը։ Նա շատ լավ էր նայվում սպիտակ տանը այդ ճաշկերույթին, որից կխոսենք անպայման, բայց երկրորդ մասում։ Հենց որ մնացեք մինչև վերջ։ Մինչ այդ հասկանանք, թե ինչ եղավ որակավորման վերջին խաղերին, որոնցից ամենահատկանշականը իհարկե Շոտլանդիա-Դանիա խաղն էր։ Շոտլանդացիները բառի բուն իմաստով պատմական հաջողության հասան։ 27-28 տարվա դադարից հետո նրանք կրկին կլինեն մունդիալի եզրափակիչ փուլում։ Սկոտ Մակտոմինեյը շոյեց ֆուտբոլասերների ամենազգայուն հատվածները։ Գլոբի վիզը, Ռոբերտսոնը փշաքաղվել էին։ Սկոտը այդ սկացինան խփեց կյանքումս տեսած ամենասիրուն գոլը։ Լավա Ռոնալդուն չի լսել սա, որովհետև այդ պահին նա վայելում էր սպիտակ տան սև խոհարարի սարկած ուկրաինական բորշը։ Ռոնալդուն երկրորդ մասում ենք անդրադառնում։ Հա, ուղղակի չեմ համբերում։ Ինչևէ, վերադառնանք խաղին, որտեղ Նապոլիում Մակտոմինեյի խաղընկեր Հոյլունը 11 մետրանոցը հստակ իրացնելով հավասարեցրել էր հաշիվը։ Այդպես աղբերավարի խաղում էին մինչև 60-րդ րոպեն, երբ կարմիր քարտ ստացավ դանիացիների աջ պաշտպան Ռասմուս Քրիստենսեն։ Սա խաղի բեկումնային պահն էր։ Հա, բայց դանիացիները պայքարում էին։ Նրանք մեկ անգամ էլ հավասարեցրին հաշիվը։ Պահը այնքան պատմական էր, որ անգամ Սելտիկի եւ Ռեյնջերսի երկրպագուները միավորվել էին ու միասին էին պայքարում եւ երկրպագում իրենց հավաքականին։ Ու շոտլանդացիները քշտեցին թևքերը, յուբկեքի փեշերն ու սկսեցին սեղմել այնպես, որ վերջին սեղմումը կատարեց Կիրան Թըրնին գեղեցկագույն գոլ խփելով ու փաստացի դառնալով հաղթական գոլի հեղինակը։ Իսկ տորթի վրայի վիշենկան դրեց Քենի Մքլինը։ Ու խմելու իդեալական առիթը պատրաստ է։ Իսկ դե շոտլանդացիները այնքան են խմում մինչև Բացի Շոտլանդիան իրենց տեղը աշխարհի առաջնությունում ապահովել են բազում աշխարհամասերի բազում հավաքականներ, որոնցից է նաև Կյուրասաուն, որը որոշ մարդկանց մեղքերից ավելի փոքր է։ Չափերով շատ ավելի մեծ է լինելու վերակառուցված Nou Camp-ը, որը ասում են նոյեմբերի 22-ին կընդունի Բարսելոնա Ատլետիկ Բիլբաո խաղը կիսակառույց վիճակում։ Սակայն կատալոնական ակումբի շուրջ թոհն ու բոհը այդքանով չի սահմանափակվում։ Հաջորդ տարի այնտեղ ակումբի նախագահի ընտրություններ են։ Գործող նախագահ Լապորտան արդեն քարոզարշավ է սկսել ու թրենդեր է անում։ Բացի դա, նա խոստացել է Մեսսիի արձանը տեղադրել նորակառույց վերակառուցված Nou Camp-ի դիմաց։
Սակայն այստեղ նրա գլխավոր մրցակից Վիկտոր Ֆոնտը կանգնել ու ասել է. «Հələ մի րոպե, միայն Մեսսիի արձանը կառուցելը շատ փոքր է նրա արժանինքների եւ մատուցած ծառայությունների դիմաց, ընկերներ»։ Խոստացել է ընտրվելու դեպքում առաջին իսկ քայլով հետ հրավիրել Մեսսիին հարազատակումբ։ Արգենտինացու անվան հետ կապված միակ աղմուկը չէ, չնայած ընդհանուր առմամբ նրանց, այսինքն Մեսսի եւ Ռոնալդոյի անվան շուրջ այնքան է աղմուկը շատ ու միշտ, այնպիսի տպավորություն է, որ նրանք երբեք չեն անհետանա մեդիա դաշտից։ Ինչպես արդեն ասել էի, Ռոնալդոն հրավիրված էր Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի կողմից, որը կարկառուն հանրապետական է։ Ու ահա նրա գլխավոր ընդդիմադիր դեմոկրատները TikTok-ում այսպիսի վիդեո են դնում։ Ինքից գրել են մոգդ, որը նշանակում է մեկը մյուսին ամեն ինչով գերազանցողը լավն է ու մեծ է։ Չգիտեմ, մենակ հույս ունեմ, որ այս երկուսը հանկարծ չընկնեն քաղաքականության կեղտոտ ճիրանները ու մենք նրանց կկարողանանք հիշել նրանց լավագույն վիճակով։ Ուղղակի Ռոնալդոն արդեն ոնց որ սահմանը անցնում է։ Քաղաքականության զոհադառնում կարծես թե նաև Իրանի հավաքականը, որը առանց երկրպագուների ամենայն հավանականությամբ կլինի Ամերիկայում աշխարհի առաջնությանը, որովհետև իրանցիները սանկցիայի տակ են, իսկ պատվիրակությունը հատուկ թույլտվությամբ կմեկնի ԱՄՆ-ը։ Մի խոսքով երկրպագուների բանը բուրդ է։ Երկրպագուների պահը բարդ է։ Իդեպ շատ հետաքրքիր է, նրանց ամենահայտնի ֆուտբոլիստ Մեհդի Թարեմին գրեթե բացահայտ մեղադրում է երկրի իշխանությանը ֆուտբոլը միտումնավոր չզարգացնելու համար։ Նրա խոսքով ստադիոնները միշտ վատ վիճակում են, քանի որ իշխանությունները վախենում են բազմահազարանոց մարդկանց հավաքներից, կարող է բունտ անեն։ Նա չի լռում, հալալա։ Մենք նույնպես չենք լռում ու առաջարկում ենք ծանոթանալ առաջիկա խաղերին, որից հետո Ռոնալդոյի այցն է Սպիտակ տուն ու իհարկե ֆանտաստիկ լուրեր։ Նոյեմբերի 22-ին Անգլիայի Պրեմիեր լիգայում Լիվերպուլը կընդունի Նոթինգհեմ Ֆորեսթին, Նյուքասլը Մանչեսթեր Սիթիին, Կատալոնիայում ուշադրություն, Բարսելոնան կընդունի Ատլետիկի Nou Camp-ում, Իտալիայում էլ կհանդիպեն Նապոլին ու Ատալանտան։ Նոյեմբերի 23-ին Արսենալը կընդունի Տոտենհեմին, իսկ Իտալիայում Միլանը կրկին կկիսվի Ինտերի ու Միլանի միջև։ Գիտես Ռոնալդոն ինչ էր ուզել ձմեռ պապից։ Ինչ։ Ցանկանում եմ հանդիպել Դոնալդ Թրամփին։ Այս հենց է լինում, երբ մի քիչ սիրուն ես լինում, մի քիչ միլիարդատեր ու ձմեռ պապին կատարում է երազանքդ անգամ նոր տարուց 2 ամիս առաջ։ Գիտեք, իմ տղան Ռոնալդոյի մեծ երկրպագու է։ Բարոնը կհանդիպի Ռոնալդոյին ու հուսամ դրանից հետո նա իր հորը ավելի կհարգի, քան հիմա։ Բարոնը Թրամփ հոպարի որդին է։ Ու մենք այդպես էլ չկարողացանք գտնել տեսանյութ, որտեղ Ռոնալդոն հանդիպում է այդ բոյով երեխային ու պատկերացրինք, որ մոտավորապես այսպիսի ինչ-որ բան է եղել։ Ձեր վերողշանում է վարում, պետք է տուն վերադառնալ։ Եվս 5 րոպե կսպասենք։ Իհարկե, Ռոնալդոն շատ կցանկանար, որ անձամբ այդ ճաշկերույթը իր համար լիներ, բայց դա այդպես չէր։ Թրամփ հոպարը հավաքել էր բոլորին, որ ասեր, թե Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներդրումների թիվը 600 միլիարդից հասցնում է 1 տրիլիոնի։ Բայց Ռոնալդոն իհարկե մի քանի ժեստով փորձեց մտնել Թրամփ հոպարի աչքը։ Եվրոպական խորհրդի պորտուգալացի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ նրան էր փոխանցել իր մարզաշապիկը, որի վրա գրված էր. նախագահ Դոնալդ Թրամփին, աշխարհի գլխավոր խաղաղարարին։ Իսկ մինչ բուն ճաշկերույթը, իհարկե, այդ շքեղ արարողությանը պետք էր պատրաստվել, ինչն էլ անում էին տեր եւ տիկին Ռոնալդուները։ Ապագա։ Ինչ կարիք կար Քաչալին լաք փչել, ես չեմ հասկանում։ Այդ ինչ ճոխություն արա։ Մի քիչ համեստ էլի։ Բայց դե որ շքեղ զույգ են, այդտեղ երկու կարծիք չկա։
Լսի, բա Instagram-ում post չկա։ Արա, լավ հիշացրիր։ Ռոնալդուն կիսվեց նկարներով ու գրեց, թե ինչքան լավն է, պուպուշն է, ու ամենակարևորը, ինչքան կարևոր աղունիկ է ու խաղարարար աշխարհի համար, քանի որ ստացել էր արարողակարգային նվեր բանալի։ Այս նկարում 15-րդ անգամ է դա ասում, իսկ այս մեկում ծիծաղում է նրա կատակի վրա, որը ակնհայտորեն խնդալու չի։ Արի քեզ ու Մեսսիին բարիշացնեմ։ Հիմա պատկերացնում եմ Մեսսին երևի նստած ասում է, արա այս 2 տարի է, ամերիկյան ֆուտբոլի մակարդակը բարձրացնեմ, զարգացնեմ, ճանաչելի դարձնեմ, մենակ Ռոնալդուին կանչեն ճաշի, արդար չի։ Իրականում թշնամանալով Ռոնիից, Թրամփից ու Իվանկայից։ Թրամփի կինը ինչ կապ ունի։ Բորշն ու խաշը իր ձեռքերով է պատրաստել։ Իսկ բարիշացումը տեղի կունենա հաջորդ տարի ամռանը։ Իսրայելին ու Իրանին բարիշացնելուն զուգահեռ դուք տեսել եք հավանաբար մեծ պատմություն փոքր քաղաքում հրաշալի ֆիլմը։ Իսկ տեսել եք փոքր պետություն մեծ սխրանք երևույթը։ Կյուրասաոն մունդիալների պատմության մեջ ամենափոքր պետությունն է, որը ապահովեց տեղը ամերիկյան աշխարհի առաջնությունում։ Եթե տեսել եք այս հավաքականի խաղերից թեկուզ մեկ դրվագ, ապա պետքա որ հասկացած լինեք, որ նրանց համար խմբային փուլում 1 գոլ խփելը արդեն մեծ հաջողություն կլինի։ Դրա համար առաջարկում եմ մի քանի հետաքրքիր փաստ առանձնացնել այս պուճուրիկ երկրի մասին։ Չափսը կարևոր չի։ Օրինակ բնակչությունը 155,000 է, որը գրեթե հավասար է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակչությանը, իսկ տարածքով Գեղարքունիքի մարզի չափ է, եթե Սևանը հանենք։ 17-ից 18-րդ դարերում այս տեղանքը եղել է ծովահենների կայանատեղի, նույն ինքը պիրատների։ Ջեք Ճնճղուկը, հա, Բարբոսան, այո, Ութոտնուկն է, չէ, ինքը Նիդերլանդներից էր։ Իդեպ Կյուրասաուն առանձին մասնակցում է առաջնությանը, բայց ունի ընդամենը ինքնավար կարգավիճակ, թե չէ ընդհանուր առմամբ նա մտնում է նիդերլանդական թագավորության կազմի մեջ։ Եթե կոկտեյլներից սիրահար եք, ապա իմացեք, որ Blue Lagoon, Blue Hawaii եւ մնացած կապույտ կոկտեյլները պատրաստվում են Կյուրասաու լիքյորից, որն էլ իր հերթին պատրաստվում է Լարահա դառը նարնջից, որը միայն աճում է Կյուրասաոյում։ Այս երկրում գրեթե եկամտահարկ չկա։ Դրա համար աշխարհի տարբեր ծայրերից շատ ընկերություններ իրենց բիզնեսը գրանցում են հենց այստեղ, ինչպես օրինակ մեր բարի գործընկեր Գլոմբինգը, որը հեշտացնում է ձեր կյանքը անելով ծանր աշխատանքը ձեր փոխարեն։ Շվեդիայի հավաքականը խմբում հավաքեց ընդամենը 2 միավոր։ Զլատան Իբրահիմովիչը ասում են ցանկանում է փոխել քաղաքացիությունը, ասելով. մենք ունենք ոսկե սերունդ, որը ժանգոտում է։ Աշրաֆ Հակիմին ճանաչվեց Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, այնտեղ հասնելու համար նա վերցրել էր սամակատը հնդիկ Ջագդիշից։ Մամուլում գրում են, որ Warner Brothers-ը դատի է տվել կամ պատրաստվում է դատի տալ թուրք ֆուտբոլիստ Քերեմ Ակտուրկօղլուին։ Ոչ, Դոբիի նման լինելու համար չէ։ Այս ֆուտբոլիստը գոլերը տոնում է կախարդական փայտիկով, իբր ինքը Հարի Փոթերն է։ Թե ասա մի քիչ ձերը ունեցեք էլի, սաղ պատմության մեջ սրանից նրանից տարակարա։ Իսկ ես ուզում եմ կախարդական բառերով ձեզ շնորհակալություն ասել ակտիվության կոչին արձագանքելու համար եւ բաժանորդագրվելու, լայքելու։ Պահեք այդ տեմպը եւ մի օր մենք էլ կունենանք կախարդական փայտիկ եւ կկատարենք բոլորիս նվիրական երազանքները։ Լավ մնացեք, կհանդիպենք։ Bye bye։